Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ես ավելի ուշ պիտի խոսեի, բայց այս ելույթը բացառապես այն բանի համար է, որ ես ընդդիմությանը կարողանամ որսամ այս դահլիճում, որովհետև վստահաբար անոր սալի ջոյի պես դուք հեռանալու եք եւ ես հնարավորություն չեմ ունենալու ձեր դեմքերին նայել եւ խոսել ձեզ նայելով։ Ես լսեցի, որ ընդդիմության ճարտասաններից մեկը Տիկին Խերանյանը ասում էր, էլի խոսում էր կուկուռուզ ուտելու մասին, կամ տարբեր բաներ ուտելու մասին։ Կներեք, իսկ դուք կուկուռուզ չեք ուտում, կամ կարկանդակ չեք ուտում, դուք կարող եք միայն ֆուագրա եք ուտում, կամ վագյու սթեյք եք ուտում դուք միայն։ Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը եւ քինքը չի համապատասխանում մեր շատ մարդկային եւ ուրեմն աշխատավորական քիմքի հետ։ Ասում եք արժեքների բախում է այսօր մեր երկրում, այո ճիշտ եք ասում, այդ մեկը ճիշտ եք ասում, այսօր մեր երկրում արժեքների բախում է։ Մի կողմում են արժեքնա, որտեղ որ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց ուղիղ եթերով, շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է իր քաղաքացիների հետ, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց։ Մյուս կողմում են արժեքն է, որտեղ որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարանում այնքան են ծեծում, մինչև այդ մարդը մահանում է, այս արժեքների միջև բախում է։ Հիմա դուք պետքա որոշեք, դուք այդ արժեքների որ կողմում եք, Տիկին Խերանյան։ Չլինի, թե զուգարանում ծեծելով սպանողների արժեքի կրողն ու պաշտպանն եք, հիմա որ եկել եք այստեղ արժեքների բախումից եք խոսում։ Կամ այնտեղ մեկը կար գնաց։ Մեր ուրախ ավտոբուսից է խոսում։ Դո դուք մի Ժիգուլի մարդ չկաք։ Եկել եք մեր ուրախ ավտոբուսից ինչ եք ուզում, այդ դժբախտ Ժիգուլիներ։ Եկել եք ինչ եք ուրախ ավտոբուս, բա ուրախ ավտոբուս է, բա դուք ուզում եք ձեր դժգույն կյանքի եւ դժգույն կառավարման դեմքը երևացող ինչ որ մի ուրիշ բան տեսնեք, հա։ Կամ բանը, որ անդադ մենք ասում ենք, այո, ասում ենք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ եւ վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ։ Ինչի ենք ասում։ Որովհետեւ այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցել պատերազմի հրձիքի գործառույթը։ Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիք է։ Ռոբերտ Քոչյանի ուժը պատերազմի հրձիք է։ Դաշնակցությունը, ընդդիմությունը դեմ է սահմանազատման գործընթացին։ Այդ դուք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում եք վիժեցնել։ Այդ դուք չէիք, որ ասում եք Կիրանցով դեպի Ղարաբաղ։ Այդ դուք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում եք տորպեդահարել։ Պարզ չի, որ դուք եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է։ Այդ դուք չէիք։ Կամ ես տեսնում եմ, որ Ռոբերտ Կրծեր Քոչարյանը ինչ որ ասում է, որ ինքը այն կինը ունի Ղարաբաղցի կինն ունի իր աջակցությունը եւ այլն ինչ որ մելամաղձոտ տեքստեր է ասում։ Բա որտես մելամաղձոտ տեքստ եք ասում, առաջարկս կրկնում եմ, նախորդ տարի կառավարությունը վարկ վերցրեց, որպեսզի Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային կարիքները հոգա 220 միլիոն դոլարի վարկ է վերցրել։ Ռոբերտ Քոչյանից ձեր ընտանիքից Կրծեր Քոչարյան Այսօր դատախազությունը համարյա նույնքան 200 միլիոն դոլարի թալան է պահանջում։ Այդ 200 միլիոն դոլարից քանի միլիոն դոլարն եք տալու Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային կարիքները հոգալու համար։ Եկեք հրապարակային ասեք, ինչքանն եք տալու, թե մենակ խոսելով եւ մելամաղձոտ տեքստեր ասելով է։